Այս կոնտեքստում նաև մի հատ կարևոր թեմա կա, որին կուզեի անդրադառնալ, այդ մանիպուլյացիաների եւ քարոզչության տեսանկյունից Ալեն Սիմոնյանը հրապարակեց նոր թիվ 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվածների եւ տարբեր փորձագետներ եւ ԶԼՄ-ներ շատ արագ հայտնաբերեցին անճշտություններ եւ մի քանի տարբեր անհամապատասխանություն թվերի մեջ ներկայացրեցին, որ խոսքը եւ քննչական կոմիտեի հրապարակած թվերի հետ է հակասում եւ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած թվերի հետ է հակասում եւ այսպես տասնյակներով է, հակասում 1-2 մարդու ճակատագրի մասին չի խոսքը, բայց քանի որ մենք հիշում ենք Նիկոլ Փաշինյանի մոտեցումը այդ հարցին, որ ինքը զոհերին հաշվում էր պլյուս-մինուս 50-ով, այստեղ զարմանալու առանձնապես բան չկա։ Եվ որ հարց են տալիս, ասում են անվանական ցուցակ այդ մարդկանց երբ է լինելու։ Ինչ եք թաքցնում։ Ասում դա անձնական տվյալներ են։ Այսինքն ամբողջ հասարակության անձնական տվյալները բացեի բաց կարելի է հրապարակել, գաղտնալսել, տեսաձայնագրել, հետևել մարդկանց, այդ ամեն ինչը չգիտես ոնց հայտնվում է իշխանամետ ԶԼՄ-ներում։ Այդ սաղ կարելի է, այդ սաղ նորմալ է, այդ սաղ անձնական դատայի եւ privacy խախտում չի իրանց պատկերացմամբ, բայց զոհված տղաների անվանական ցուցակ հրապարակելը դա տեսար անձնական տվյալներ է։ Գիտես, աչքիս առաջա էլի պիտի մասնագիտական դիրույթի մեջ մտնենք, բայց աչքիս առաջա Ադրբեջանում տարաբնույթ բաները, հուշարձանները, որոնց վրա անուն առանուն բոլոր այդ 2000 քանի մեր կողմից ոչնչացված ադրբեջանցիների անունները սա գրված է, ու տենց գիտես 2020-ի նոյեմբերից հետո ես չեմ ուզում ասեմ նախանձով եմ նայում, բայց նախանձով եմ նայում, որ այն իմաստը, որ Ադրբեջանը էլի այն ինչու վրա մենք ծաղրում էինք, այդքան ծիծաղում էինք ժամանակին, ասում էինք թաքցնում են, մեր կողմից ոչնչացվածներին ներկայացնում են որպես ավտովթարի զոհեր եւ այլն, արա հիմա այդ դրանց անունները ասենց որպես հերոսներ ներկայացնում է ու բոլորը գիտեն իրենց անունները, իրանց մասին անդադ մեդիաներով հրապարակումներ են լինում, իրանց պատմություններն են պատում, իսկ մեր մոտ հերիք չի այդ մեր տղաների գործած հերոսությունների, որ բազմաթիվ են եղել այդ օրերի ընթացքում, դրանց մասին ոչ մի խոսք չկա, փակված է այդ թեման։ Երկրորդը անունները չկան եւ երրորդը, Անժելա, չգիտեմ նկատել ես թե չէ, բայց վերջին շրջանում հələ ուշադրություն դարձրու Հայաստանի տարբեր վայրերում որտեղ հուշարձան են դնում դե ֆակտո իշխանությունները զոհվածներին կամ խթանում են կամ խրախուսում են դնելը, ուշադրություն դարձրու չկա գրված այդ տղեկը որտեղ են զոհվել։ Այսինքն կամ ինչի համար են զոհվել։ Բան չկա, Արցախ անունը բացակայում է։ Ուղղակի զոհերին 2020 թվականի զոհերին։ Այդ մարդիկ հենց այնպես գնացել զոհվել են։ Այսինքն գնացել են ոնց որ դուք եք փաստացի ներկայացնում օկուպացիային են մասնակցել դրա համար են զոհվել, այդ տղեկը զոհվել են իրենց հայրենիքը Արցախ աշխարհի եւ դրանով ամբողջ Հայաստանը պաշտպանելով եւ փաստացի հիմա հանրային հիշողությունից բոլոր տեղերից ջնջում են։ Եթե դրան գումարենք նաեւ Արցախը եւ այդ ինչի համար են արել, այդ տղեկի հերոսությունն են ջնում եւ դրաներ որ գումարենք արդեն որ պետական արարողակարգից ըստ էության հանել են Եռաբլուր այցելությունը եւ այնտեղ ծաղիկների խոնարհումը, ստացվում է որ մենք լրիվ ենք ուրանում ամբողջությամբ մեզ բոլորի ստիպում են ուրանալ մեր այդ տղաների հերոսությունները մեզ ստիպում են մոռանալ այդ տղաների թողած մեծ պատգամները այդ տղեկից շատերը իրենց վերջին խոսքը հասցրել են ասել հեռախոսով նամակով իրենց ծնողների հետ զրույցով ես պարբերաբար նայում ու կարդում եմ ծնողների հրապարակածները եւ այնտեղ այնպես պատգամներ կան որ դա իմացողը չի կարա հանգիստ հիմա նստի, չի կարա հանդուրժի, որ իր աչքի առաջ ուրանան, այդ թվում նաև եպիսկոպոսների մակարդակով ուրանան Արցախը, էլի, բայց հատուկ անում են, որ հանկարծ ժողովուրդը ասի, հա դա իսկականից էլի, դա ինչ, անցած գնացած բան է, էլի, պրծանք։ Հա, այդ էր, վերջացավ գնաց։ Լսի, մենակ 44 օրյան չի, ախր մենք 22 թվականի հարձակման զոհերի թիվ ու անվանացուցակ չունենք, 23 թվականի էթնիկ զտումներին է չունենք։ Դա իրականում սարսափելի է, որովհետև Եվ որ դու ասում ես հերոսությունների մասին, տես իր հերթին շատ կարևոր է պատմության համար, հա, արձանագրել այդ հերոսությունները, որոնք մեր տղերքը արել են եւ զոհվածները, եւ ողջ մնացածները, որոնք չեն խոսում առհասարակ, այդ համատարած ինչ որ ամոթի զգացողություն կա,
համենայն դեպս իմ շրջապատում, հա, պատերազմի մասնակիցների մեջ, որոնք ողջ են վերադարձել, իրենք առհասարակ չեն խոսում այդ պատերազմից։ Իրենք շատ բան են տեսել, շատ բան գիտեն, բայց գերադասում են ուղղակի այսպես նույնիսկ իրենց գործած սխրանքների մասին չխոսել, որովհետև համընդհանուր այդ մթնոլորտը, այդ ճնշումը, որ եկեք մոռանանք, եկեք անցնենք առաջ, չէ, որովհետև կարևոր է այդ ամեն տղայի պատմությունը, շատ կարևոր է։ Այդ ամեն տղայի կյանքը շատ կարևոր է։ Ու մինչև մենք այդ վերաբերմունքը ճիշտ չունենանք իրական հերոսությանը, մեր միջից ինչքան էլ փորձում են, հա, հանել այդ որ հերոսը հարկատուն է, հերոսը բոլորս ենք, այդ հերոսի արժեքը, այդ սխրագործության արժեքը նվաստացնելով, փորձելով դա հավասարեցնել, այսինքն հարկատուն խի պիտի հերոս լինի, դա ուղղակի քո պարտավորությունն է, որը դու կատարում ես։ Օսմանյան կայսրությունում էլ հայերը ապրում էին, հարկ էին վճարում, մենք ստացած Օսմանյան կայսրությունում ապրող հայրն էլ հերոս։ Հիմա վաղն էլ Թուրքիային ակացեն հարկ վճարեք, մեկը, եթե հարկատուն հերոս է, ուրեմն ինչ տարբերություն որ երկիրն է ինքը վճարում եւ ինչի համար է վճարում։ Կստացի ասացի մի հատ էլ էլի դրվակ ավելացնենք, անկեղծ ինքս զգում եմ, որ այս խոսալով նաեւ նյարդայնանում եմ, որովհետեւ սա ինձ իրոք ունի ցանող բաներից մեկն է, էլի, որ առիթ եղել է սրա մասին, կարծում նույնիսկ իրար հետ ենք խոսել, որ ամեն ինչ ոնց որ գիտես անեն, որ նույնիսկ ոնց որ չկարողանաս ցավդ ապրես, այսինքն ցավդ չկարողանաս վերապրել, որը քո ամենաբնական իրավունքն է։ Որ ամեն ինչ անեն, որ հերքեն, որ քո մոտ կարա ցավ առաջանա։ Ասա դե ինչ ա եղել, որ դե բրծավ գնաց, էլի։ Կամ այդ մերը չէր դրա համար, ոխի եք ցավում, խի եք դա հիշում, խի եք միջոցառում անում, խի եք դրա մասին մտածում եւ այլն, հա։ Այսինքն չեն թողում, որ նույնիսկ ցավդ նորմալ վերապրես, որ այդ քեզ թողնի, որ դու կարողանաս հաջորդիվ ոնց որ կյանքդ շարունակել։ Այդ էլ են արկում, դա ամենասարսափելի բաներից մեկն է։ Դու չես կարողանում նորմալ, ազատ, ասես ախպեր, այս sense տղաներ են ունեցել, այս տղաները sense բան են արել, զոհվել են, մենք էլ այո, կորցրել ենք այս ինչ բանը, բայց եկեք մի հերքեք, որ տենց բան ա եղել։ Հիշում ես մարդու կնիկ ոնց էին մեզ սովորացնում, ոնց է պետք ճիշտ սքալ։ Կրթեցին պրծան, հետո հասան նրան, որ սկսեցին մեզ սովորացնել, թե ոնց պիտի մենք սքանք մեր զոհվածներին։ Ուղեղի չեմ կարող էլի տեղավորել, այսինքն մտածում եմ էլի հա քաղաքական պատեհապաշտություն, իշխանության պահելու մոլուց, հազար բան եմ, այսինքն տենց էլի քաղաքագիտական վերլուծում եմ, ինչ որ կարդացել եմ, լսել եմ, գիտեմ, փորձում եմ էլի, օրա բայց մի հատ sense կետ է գալիս, երթվում եմ քեզ, էլի, չեմ կարողանում հասկանալ, օրա ոնց կարա մարդը այտենց բան ասի, էլի, մարդը ոնց կարա հելնի ասի, դե ախպեր ջան, դե դի մերը չէր, դրա համար էլ զոհերը, օքեյ, մոռանանք գնանք, ոնց ես դու տես բան ասում, էլի, կամ ոնց ես կարում գնաս Եռաբլուր ու ծափերի տակով անցնես, Եռաբլուրում ախր ծափ տար, Արա այդ սրբազան հողի կտորը։ Դեսի դու հիշում ես Նիկոլ Գոռալով այդ թարմ շիրիմների վրա այդ տղաների ոնց էին քայլում։ Դեկտեմբերներ եթե չեմ սխալ։ Արա ոնց ես դու դա անում։ Լավ, ամեն ինչ հասկանում եմ, անկեղծ, այսինքն կարամ էլի տեղավորեմ, ոչ թե ընդունում եմ, այլ հասկանում եմ։ Հալո, բայց դու ոնց ես էդի անում, էլի։ Ոնց ես դու, լավ հələ, ասենք, լավ, մի հոգին անում է իր իշխանության համար։ Բոլորը մնացածները, որ պարտավոր չեք դա անել։ Ահա ոնց եք դրա մեջ մտնում։ Ու սա կապում եմ այսօրվա բաներին, էլի, այդ սրբազաններին, էլի, իհարկե կանդրադառնանք, որ չգիտեմ էլի, որ ասեմ Բարսատիճան, արա, դուք ոնց եք էլի տենց հանգիստ եկեղեցուն 1000 ներողություն մեր դիտողներից, բայց եկեղեցուն Չուլան անվանածին, պիտակավորածին, ախպեր ոնց եք գնում հետը նստում ինչ որ հարց քննարկում, ոնց։ Ու անձամբ իրանց մասին վարկաբեկիչ բաներ խոսացածում, էլի։ Այսին ինչն է որ դες դրթում ա տենց բան անել։ Եկեղեցին ասում է Չուլան։ Տենց է, ախրետին բառերը չեն, մեջ բերում եմ։ Ամարտ մենակ ինչի է, սա օրը շինելուց, դոմփելուց, ինչի ասես խոսում։ Արա ոնց կարելի է տենց անել էլի։